Today we have planned 3 cases for implementation. Մենք ունենանք 3 կամ 4 վիրահատություն, առաջի վիրահատությունը դա տեղադրված կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հիվանդի էլեկտրոդի ստուգումն է, էլեկտրոդը ունի որոշ խնդիրներ, եւ մենք կփորձենք նոր էլեկտրոդ անցկացնել, մյուս հիվանդները դա նոր համակարգի իմպլանտացիա է, երկրորդ հիվանդը դա կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիան է եւ մյուս երկուսը դա սրտի ռիթմավարող սարքերի իմպլանտացիան է, եւ բոլոր այս 3 դեպքերում մենք կփորձենք էլեկտրոդի համար ընտրել հատուկ դիպ, որը կապահովի սրտի առավելագույն ֆիզիոլոգիական աշխատանք, արհեստական խթանման պայմաններում. To have a better performance when the patient is paced permanently. I'm excited to start this project. Այս բայդրությամբ մենք ունենք համագործակցության 3 հիմնական ուղղություններ։ Առաջինը դա բժիշկների փոխանակության ծրագիրն է, եւ մենք պատրաստվում ենք սկսել ծրագիր, որի շրջանակներում մեր բժիշկները ակտիվ կանցնեն վերապատրաստում Գերմանիայում, որպեսզի հասկանանք ինչպես ենք մենք կատարում այս կողմային միջամտությունը, ինչպես է դա կատարում Գերմանիայում, եւ փորձի փոխանակության արդյունքում լավացնել այն ծառայությունների որակը, ինչ որ մենք կատարում ենք այսօր Հայաստանում։ Մյուսը դա ցուցողական ուղղվածությունը, որի առաջին քայլը կատարվի շաբաթ օրը, հուլիսի 22-ին մենք կազմակերպում ենք բավականին մեծ սեմինար, դա կլինի առաջին մեր ուսուցողական համատեղ միջոցառումը, որը որ մենք հույս ունենք շարունակական բնույթ կկրի, եւ երրորդը դա արդեն զուտ գիտական ուղղվածությունն է, եւ մենք կփորձենք կազմակերպել համատեղ գիտական ծրագրեր, գիտական հետազոտություններ, ներգրավելով մեր հիվանդներին, Գերմանիայի հիվանդներին հասկանալու համար, ինչպես ենք մենք բուժում այս կամ այն հիվանդություն, ինչպես ենք մենք վարում հիվանդներին եւ ընտրելու համար ուղիներ լավացնելու այդ աշխատանքը. How we do it, and what is the outcome which is better in a number of issues. So I think these are the 3 most important topics, and we see maybe some more ideas will follow.